Այսինքն այստեղ իհարկե անշուշտ ուրախալի է իմանալ, որ մեծ ակտիվություն է, բայց իհարկե իր ռիսկերն էլ դա ունի, հատկապես ցոլակի տված այս տեղեկության համատեքստում, որ որոշ տեղամասերում է ակնհայտ մեծ ակտիվություն, իսկ տեղեր կա, որտեղ пассив է, նաև հեսա տեղեկություններ են տալիս Փարաքարի, մեզ խնդրում են յեն չասել ու շատ ճիշտ են հուշում, դա խոսակցական խնդիր է, Փարաքարի 14/12 ընտատրեղամասում ԿՊ-ի տեխնացու Լյուդվիգ Գյուլնազարյանի մարդիկ բերում են իր ավտոյով, ոնց հասկացա մարդկանց են բերում ընտրության, այստեղ էլ է նույն խնդիրը։ Մի հատ էլ եկեք Գոհարի հետ կապվենք Մելոյան։ Այո, անպայման։ Ինչ նոր տեղեկություններ ունի։ Գոհար ջան։ Ողջույն ժողովուրդ ջան, լսում եք։ Ողջույն։ Այո, լսում ենք քեզ շատ լավ, պատմիր խնդրում եմ, ինչ փոխվեց այս ընթացքում։ Նախ արձանագրենք, որ ժամը 2-ի դրությամբ արդեն թվեր ունեցանք, ես փորձում եմ համեմատական վերլուծական տանել, եթե մենք այս տարի ունենք 25255 մասնակից ընտրական գործընթացին, 21 թվականին Գյումրիում մասնակցել է ժամը 2-ի դրությամբ 12382 քաղաքացի, այսինքն ակնհայտ կրկնակի, չէ, մի բան է ավել չէ, բայց համարյա կրկնակի մասնակցելիություն ունենք ժամը 2-ի դրությամբ։ Մեր դիտորդական առաքելության դիտորդների նկատառումը ձեզ փոխանցեմ, որ մինչ այս պահը մեծամասամբ մեծահասակներ են այցելել։ Իրականում ես դեռ լիահույս եմ, որ երիտասարդությունը, ինչպես Վազգենը կանխատեսեց, ավելի ուշ երեկոյան ժամի կակտիվացնեն իրենց մասնակցելիությունը ընտրական գործընթացին։ Ամեն դեպքում ես մշտապես ողջունում եմ բարձր մասնակցելիությունը, իհարկե մենք մտավախություն ունենք, որ որոշ տեղամասերում վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում է այս բարձր մասնակցելիության ցուցանիշը ապահովում, որովհետև մարդիկ ուղղորդված են գալիս, մարդկանց տեղափոխում են, կոորդինատորներ են կանգնած, ինչպես արդեն ներկայացրեցի, տեղամասային կենտրոնների մոտ եւ մարդկանց ըստ էության ցուցակագրում են եւ ավելին արդեն հրապարակեցի մի շարք տեղամասային կենտրոններից մեր դիտորդներին հաջողվեց այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձանց ցուցակները լուսանկարահանել եւ տեսանկարահանել, այդ ցուցակները ես քիչ անց ձեզ էլ կտրամադրեմ, արդեն մեր կայքեջում տեղադրված է։ Մարդկանց ըստ էության, այո, ուղակի խախտում կարող են իրենք որակել, որ չկա, բայց դա ուղակի ազդեցություն է մարդկանց հավասար ընդհանուր ընտրական իրավունքի, սահմանադրական հիմնարար քաղաքական իրավունքի վրա, որովհետև ակնհայտ է, չէ, որ վարչական ռեսուրսի կիրարկումը ինչա, մարդկանց ուղղորդել են, իրենք գյումրեցիները, տեղացիները ճանաչում են դեմքով, ակնկալելիք մասնակցելիության շեմ ունեն, որ այս կոլեկտիվը այստեղ է գալու ու հենց խնդիրը այն է, որ ըստ մեր դիտորդների մարդկանց նշում են ոչ թե ըստ այցելության, այլ ըստ ճանաչելիության, այսինքն ֆիքսում են այս մարդը եկավ, թե ոչ, ու ըստ էության հաշվարկ են դանում իրենց կողմ տրված ձայների քանակի, ինչը քրեական օրենսգրքի շրջանակներում տեղավորվող հանցավոր արարք է մարդու ընտրելու գաղտնիության իրավունքի վրա ազդեցության եղանակ է։ Այլ խախտումներ ունենք արձանագրած, կրկնախախտում ունենք իրավիճակի, մայրը եկել է եւ իր սահմանափակ գործունակ ու անգործունակ այս դեպքում անգործունակ ճանաչված որդու փոխարեն պահանջել է քվեարկել ու հանձնաժողովը թույլ է տվել, որ քվեարկի, այն դեպքում երբ սահմանափակ գործունակ ու անգործունակ ճանաչված մարդիկ ընդհանրապես պետք է ցուցակների մեջ լինեն, իրենք ընտրելու իրավունք չունեն։ Ու տեխնիկական, ինչպես ներկայացրեցի, նույն տեսակի խախտումները շարունակելի են, կրկին կուտակումներ տեղամասերի շուրջ, կրկին ուղղորդումներ, արդեն մեր գործընկերները ֆիքսել են մեքենաների տեղափոխման իրավիճակ ընտրողների, ամեն դեպքում այնպես չէ, որ բնականon ընթացքում է գտնվում այս ընտրական գործընթացը այսօր։ Պարզ է, մենք արդեն խոսեցինք նաև մյուս մեր ընկերների հետ, բոլոր տեղեր կա այդ մտավախությունը, որ թեպետ մենք
ինչ որ առումով իհարկե ուրախ ենք մեծ ակտիվությունից, բայց նաև ասում եմ, որ կան առանձին վերցրած ընտրատեղամասեր, որտեղ ակտիվությունը չափազանց բարձր է եւ կան ընտրատեղամասեր, որտեղ ցածր է եւ սա այդ կասկածն է հարուցում, որ գուցե այս պայդրությամբ այս մեծ ցուցանիշը մասամբ հենց պարտական է այդ մոբիլիզացված ուղղորդումներին։ Հուսամ այդպես չի լինի եւ իսկապես հուսամ, որ երիտասարդները ավելի երեկոյին մոտ ամեն դեպքում կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը եւ ամեն դեպքում զերծ չեն մնա իրենց մասնակցությունը ցուցաբերելուց, որովհետեւ ենթադրում եմ, որ ամեն դեպքում քարոզարշավը այնպես է տարվել հատկապես Ռուբեն Մխիթարյանի կողմից, որ ամեն ինչ ընկալելի է եւ զարմանալի կլինի, եթե տարեց մարդիկ իրանց այդ դժվարություններով գնան հասնեն տեղ, բայց երիտասարդները չանեն դա, չգիտեմ։ Ես անկեղծ ասած այնպիսի տրամադրություններ են քաղաքում, որ ակնկալում եմ դեռ բարձր մասնակցելիության ցուցանիշ ու այնուամենայնիվ ես որակում եմ, որ բարձր մասնակցելիությունը ի օգուտ ընդդիմադիր կողմի է որակվում, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը իր լծակներով, ռեսուրսներով, ինչպես արդեն արձանագրել ենք, մի շարք ընտրախախտումներով ապահովում է հավանական մասնակիցների քանակը, իսկ ինչքան բարձրանում է մասնակցելիության թիվը, ըստ էության մարդկանց քաղաքական իրավունքի իրականացման բարձր քաղաքացիական իրավագիտակցության դրսևորման ձևաչափ է ստանում, որովհետև այս պայդրությամբ հաշվի առեք, դեռ երկուսի արձանագրումը 25,000-ից ավելի քաղաքացու մասնակցելիություն է, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններին գյուղ ընդհանուր մոտ 27,000 քաղաքացի էր մասնակցել։ Չէ, ուրախալի անշուշտ մենք ֆիքսում ենք սա եւ ամեն դեպքում այս պահին դրական ենք համարում։ Տեսնենք վերջը ինչ կլինի։ Ուրիշ ինչ-որ տեղեկություններ, թե սպասենք ժամը 4-ի հերթական։ Նույնաբնույթ են զուտ թվարկելու տեսանկյունից, էլի կրկին շարունակում են ու ընդգծեմ, որ ամենաշատը խնդրահարույց մոտ 1 տասնյակից ավել տեղամաս կան, մեծագույն խախտումներ այդտեղ են, անգամ ունենք դեպք, երբ հանձնաժողովի նախագահան բացահայտ կերպով հորդորել է կրկին, առաջին քվեաթերթիկին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քվեարկել քաղաքացիներին բաց քարոզչություն իրականացնելով եւ խախտելով քրեական օրենսգիրքը որպես հանձնաժողովի նախագահ, նման արձանագրում ունենք ու այդ շուրջ 1 տասնյակում բազմաթիվ են ընտրախախտումները եւ նույնաբնույթ են, այսինքն էլի շարունակում են, երբ նույն տարեց մարդկանց պարագայում թույլ են տալիս միասին մտնել քվեախցիկ, երբ դա արգելված է եւ ընտրախախտումարվում, մի խոսքով դեռ առանձնահատուկ նոր տեսակի ընտրախախտումներ չեն արձանագրել։ Հասկացա։ Շնորհակալություն Գոգջան։ Կապի մեջ լինենք։ Շնորհակալ եմ, կապի մեջ։ Շատ լավ։ Դե ինչ ընկերներ, մենք նաև կապվելու ենք մեր լրագրող ընկերների հետ, ամեն դեպքում սենց բանա, չէ, երկակի տենց զգացողությունները, որտեղ մի կողմից իհարկե շատ դրական է, որ այս պայդրությամբ սենց մեծ ակտիվություն է, մյուս կողմից մտավախություն կա, որ դուք գիտեք, որ Այն որ մտածում ես որտեղ են գցում, հասկանում ես, չես վստահում, չես հավատում։ Դե նայ, հիմնականում ես գիտեմ, որ այս այդ պլանավորված մարկանց, այդ որ ասենք կամ առել են կամ համուր շուտ են բերում։ Իրանց շուտ միանգամից սենց խմբերով բերում են ու անցած անգամ կբերեին, եթե այս նույն